Բացող աչքերի պատճառով հեռուստասերիալում ևս մեկ ծանր ու հուզիչ փուլ է սկսվում։ Սարոյանը բուժումից հետո, ավարտելով քիմիոթերապիայի հերթական կուրսը, վերադառնում է տուն։ Նրա ինքնազգացողությունը լավ չէ։ Յուրաքանչյուր նման բուժում թողնում է իր ծանր հետքերը՝ հոգնածություն, ցավեր, հոգեվիճակի անկում, բայց նա չի բողոքում։ Միայն երկու հոգի գիտեն նրա հիվանդության մասին՝ Արմանը և Նարինեն։ Մնացածների համար Սարոյանը նույն հաստատակամ, ուժեղ մարդն է, ինչ եղել է միշտ։ Իսկ եթե ճշմարտությունն իմանային նաև ընտանիքի մնացած անդամները, գուցե այսքան խառնաշփոթ և թունավոր մթնոլորտ չտիրեր Սարոյանի տանը։ Իսկ այդ խառնաշփոթը գրեթե արդեն օրինաչափություն է դարձել շնորհիվ Ռեբեկայի։ Վերջինս ավելի ագրեսիվ ու չարացած է, քան երբևէ։ Օգտվելով առիթից, որ Սարոյանը բացակայում է տանից, իսկ տանը միայն Սառան են և Էլլան, Ռեբեկան նորից հարձակվում է Սառայի վրա։ Նրա խոսքերը դաժան են, լի վիրավորանքներով։ Նա ասում է Սառային, որ իջնի բեմից, դադարի խաղալ բարի աղջկա դերը, որովհետև ինքը շատ լավ ճանաչում է Սառային և գիտի, ով է նա իրականում։ Սառան սառած հայացքով լսում է նրան, չհասկանալով, թե ինչ է արել, ինչն է այսպես բորբոքել Ռեբեկային։ Էլլան, ով նույնպես ներկա է այս թեժ խոսակցությանը, զարմացած հետևում է ընթացքին, թեև իր ներսում այնքան էլ չի զարմանում։ Ռեբեկան իր նկատմամբ էլ հաճախ դրսևորում է նույն մերժողական ու վիրավորական վերաբերմունքը։ Բայց ճակատագրի հեգնանքով հենց այդ պահին տուն է վերադառնում Սարոյանը։ Նա կանգնում է դռան հետևում, լսում Ռեբեկայի կոշտ ելույթը, սկզբում չի միջամտում, փորձում է ըմբռնել իրավիճակը։ Սակայն երբ Ռեբեկան ուղղակիորեն մեղադրում է Սառային, ասելով, թե իբր նա պապիկի մոտ հրեշտակի դեր է խաղում, միայն այն պատճառով, որ պապիկն իր ողջ ունեցվածքը նրան է ժառանգել, այսինքն թե Սառան շահախնդիր է ու կեղծավոր, հենց այդ պահին էլ Սարոյանը մտնում է տուն։ Տեղի է ունենում բախում։ Մյուս կողմում Եվան սկսում է իր խաղը։ Երբ Արամից տեղեկանում է, որ Գորը Ամերիկա է մեկնել ընդամենը մի քանի օրով և իրականում վերադառնալու է Հայաստան ամուսնանալու իր սիրած աղջկա հետ, Եվան որոշում է ինքն էլ չմեկնել ու մնալ։ Նա չգիտի, թե ինչ դեր ունի Գորի կյանքում, բայց մի բան հաստատ գիտի։ Ինքը պետք է պարզի, թե ում է սիրահարվել Գորը, իսկ այդ հարցում նրան կարող է օգնել Գորի հարազատ քույրը՝ Դիանան։ Եվան խնդրում է հանդիպում նրանից, հույս ունենալով, որ Դիանան կբացահայտի Սառայի մասին որևէ տեղեկություն, ինչը կօգնի նրան էլ ավելի հեշտությամբ բաժանել Գորին ու Սառային։ Եվան պատրաստ է ամեն գնով խախտել Գորի ու Սառայի միությունը։ Եվ ինչպես տեսնում ենք, Դիանայի թողած դատարկ տեղը հիմա պատրաստվում է զբաղեցնել Եվան, այսինքն գլխավոր բացասական կերպարը այսուհետ դառնում է հենց Եվան։ Հարգելի հետևորդներ, արդյոք Դիանան կընկնի Եվայի ազդեցության տակ և կօգնի նրան կատարել իր կեղտոտ պլանները, բաժանել Գորին ու Սառային։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը
Դա երկրաչափությունն է 8-րդ դասարան, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում, եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա, ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ վարգիշը, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ, բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե, հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ, խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների, նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը։